Աղնել կարող, հա։ Ես կարևորը պարապում չունենամ, մնացածը ձեր տրամադրության տակ եմ։ Կարապեիչներից 14 հոգում բերեմ, սա ինչ է։ Հնության են, Ջրասուզակներն էլ Սատվածը նորից նույն ձևով սանելով իջը։ էսի բանն էր։ Նույն տեղը մի քանի անգամ է դուրս են։ Համարյա սային զգիր կապետան, ինչ վնավ ու մետր մի հատ են ստրախոք ենք հողանյակ Ես տրամար են ավելի լավ։ Էսյան ժողովուրդ ջան մի վարքյան։ Էլի եկել ես էլի, առաջին օրվանից բալիս։ Բալիս ժողովուրդ ջան։ Ջրասուզակները նյանն են, չէ գնացին են։ Ես կողմն պետք է։ Ես ճիշտ եմ ախպետով ես ճիշտ եմ դուրը վարարը շեն խթի չկա։ Ես կողմն էլ 5 հոգի։ Դեպո ինձ ստացվում է ես չեմ սկոմականամ։ Դուք խոմ ուրա։ Ես խոմ չունեմ, բրատ, ուրա։ Ուրա արի մի քանի հոգի։ Արի ներվերից դե։ Աբո դու էլ գնահատի ես։ Չէ, դու գնահատի։ Այո ջանավ։ Այո դու եք գնահատի։ Երկրորդ ջոկատը, երկրորդը դուք դեռ եք անաշուտան։ Ես աբոջայի հետ եմ։ Սուրով էլ ասել է, սուրոյն եմ եկա։ Ես ու Էրոն, դու Էրոն աբոյի հետ, Էլին է ձեր հետ։ Ահա, նարեք Դեր մեզ առաջին օրվանից ստեղ են ողջ մնալու արվեստ, հատենց ողջ մնալու արվեստ։ Կամավոր չի, փրկարարը արձակուրտ է, բայց առաջին օրվանից ստեղ է։ Առաջին օրվանից։ Առաջին օրվանից ստեղ է, սա է կուցավը տանեմ։ Հաշենք առաջ, հեռավոր գործն են կարող են։ Ուղղակի մի հատ մենք գնում լոդկե տեղափոխենք ու կարող եկեք մախ ես կողմն ասա եկելի ես ես կողմից ճիշտ եմ հա ես ճիշտ եմ ես կողմից ես աբո ալբեր Առաջին օրվանից ձեր հետ հավասար կամավոր որպես։ Հունիսի 19-ն է Վանաձորում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքի իրականացման կենտրոնի ջրասուզակները, կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, Սևանի ջրասուզակները 4 ջրասուզակներ եւ Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումների փրկարարներ շարունակում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Համբակ գետում։ Տեղում Լոռու մարզի փրկարարների աշխատանքները ղեկավարում է մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրելյանը, առաջին իսկ օրից նաև որոնողական աշխատանքներին մասնակցում են ողջ մնալու արվեստ
Չէ, ողջ մնալու արվեստ չէ։ Ողջ մնալու արվեստի ոսի չասեմ երևի մի 20-30 հոգու ես տեսել եմ կամավորներ, ովքեր մոտ Փամբակ գետի դեպքի վայրից, ենթադրյալ դեպքի վայրից մոտ 30-40 կիլոմետր երկանքով Փամբակ գետում իրականացրել են որոնողական աշխատանքներ։ Այս պահին արդեն 1 ժամ ընդմիջում էր տրված, հիմա նորից բաժանվում են խմբերը փրկարարներով, կամավորներով եւ նաեւ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության տարոնի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ են առաջին իսկ օրվանից ներգրաված բաժնի պետի պաշտոնակատարի, ոնց էր անունազգանում բաժնի պետի պաշտոնակատարի Վարամ Խաչատրյանի, չէ, Վարամ Խաչատրյան Թերխի պաշտոնակատար Մարտ Գլուխչյանը, Մարտը առաջին օրվանից տեղա չհաշված Վախթի Ստեփանավանի սա մրկեցուցիչ սպանությունը իր ինֆորմացիայով բացահայտվեց։ Քիչ առաջ նաև ժամանեց ինձ համար օրվա հերոսներից մեկը Սևանի ջրասուզակը Վահեն Մելքոնյան, ում առանց չափազանցության ժողովուրդ ջան 30 տարուց ավելի ես իրեն նկարել եմ դեռ երջանկահիշատակ լեգենդար Արմեն Երիցյանի այնի նախարարի եւ Ցոլակյանից ժամանակ, երբ որ Ցոլակյանը նաև այնի նախարար էր։ Հիմա Վահե ջան, հիմի Ալավերդի նայեցիք նորից հետ եկան, չէ՞ որ հիմա Ժողովուրդ ջան, անկեղծ եմ ասում, ոչ չափազանցնում եմ, ոչ էլ ջրասուզակները այսօր Փամբակ գետում քանի օր տանջվում են, նաև վտանգելով իրենց կյանքը, որտեղ ամեն պահի ահագին տեղեր անանցանելի է, տեսանելիություն չկա, բայց մարդիկ վտանգելով իրենց կյանքը կատարում են որոնողական աշխատանքները։ Հիմա հեսա նավակով են բանանելու, կատարելու որոնողական աշխատանքները են, նավակը ընդմիջում էին տվե, գիտեք, ենա հեռվում նավակն է, հիմա նորից շարունակելու են աշխատանքները որոնողական։ Իդեպ, փրկարարական աշխատանքներին նաև միացել են առաջին իսկ օրվանից Լոռու մարզի այն փրկարարները, ովքեր արձակուրդում են, բայց լսելով դեպքի մասին առաջին իսկ օրվանից այդ հրշեջ փրկարարները միացել են իրենց գործընկերներին։ Հունիսի 19-ը ժամը 17:46 տեսնում եք հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումների փրկարարներ եւ ողջ մնալու արվեստի այդ ոմայի կամավորները, ովքեր իդեպ առաջին իսկ օրվանից մասնակցում են որոնողական աշխատանքներին, հերթական անգամ սկսեցին Փամբակ գետում որոնողական աշխատանքները։ Ինչ? Իդեպ
առաջին իսկ օրվանից փրկարարներին այս նավակը տրամադրել է, որը Rafting առաջին անգամ եմ լսում Rafting ֆեդերացիա, ովքեր երևի հարուստ փորձ ունեն, չէ՞, ջրափրկարարների հետ աշխատելու մեջ։ Հիմա տեսնում եք, սկսում են բավականին դանդաղ, նույնիսկ մետր չէ, 10 սանտիմ, 20 սանտիմ հեռավորության վրա կատարում են որոնողական աշխատանքներ, տեղում աշխատանքները ղեկավարում են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանն ու Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրելյանը։ Ջրասուզակները այս պահին արդեն վաղ առավոտվանից շարունակում էին իրենց որոնողական աշխատանքները, Սևանի ջրասուզակներն ու ՆՓԱԿ-ի ջրասուզակները, բայց հիմա ժամանակավորապես ընդմիջում են տվել։ Հիմա տեսնում եք ինչու է այսպես դանդաղ, բավականին դանդաղ են շարժվում, որպեսզի ել եմ ասում, ըստ իրենց, քանի որ իրենք իրենց գործի վարպետներն են, 10-20 սանտիմ հեռավորության վրա անընդհատ կատարում են որոնողական աշխատանքներ։ Սևանի, ոնց էր կոչվում, Սևանի փրկարարական Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարներն ու ջրասուզակներն են այստեղ ջոկատի հրամանատար, չէ՞։ Ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, ով նույնպես առաջին իսկ օրվանից ՆՓԱԿ-ի տղերքի հետ այստեղ են եղել։ Բայց այսօր մի թեթև ոնց որ գետը դանդաղել է։ Մի փոքր Նաղդալյան ջան, մի փոքր ոնց որ գետը մի փոքր հանգստացել է։ Իչև են ծառը հենա։ Շատ է եւ Էս էլ հենա այս տղան էլ ողջ մնալու արվեստի խմբից է։ Ժողովուրդ, պատկերացրեք ինչ վտանգավոր է։ Կողքից որոշ մարդկանց համար հեշտ է թվում։ Շատ դանդաղ են աշխատում, իրանք այտենց են որոշը մարտավարությունը, որպեսզի ել եմ ասում, սանտիմետր սանդրում են։ Վահա կապի մեջ ես Պայուսակի վրա կարմիր պարան կա, վերև ուղարկի էլի Սարամ, քիչ ենքով կա գնաք այդ պանը վերում եք աղպետ Հեսա վերև Գնաք բային Վահա գնեք եմ, նա Վահա կապի մեջ ես Վահա
Նաղդելան սենց մի չէ բան պտի եթան, չէ, նայն էլի։ Հենա հոմայի աղջիկներից է, առաջին օրվանից իր գործընկերների հետ միացել է որոնողական աշխատանքների։ Այսօր մի քիչ հանդարտ է գետը, հա։ Այսօր գետը մի քիչ հանդարտ է։ Էթալու են։ Հունիսի 19-ն է դեռ շարունակվում է 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Փամբակ գետում, որ այս պայն այն իրականացնում են որոնողական աշխատանքները փրկարարները, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, Լոռու մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների մի քանի փրկարարներ եւ ողջ մնալու արվեստ այդ կազմակերպության կամավորները նավակն էլ տրամադրել է հենց առաջին իսկ օրվանից Հայաստանում հայտնի ընկերություն կա, հիմա որ մոտիկից լոգոն նկարեմ, ցես իմացի որ ընկերությունն է, տեսեք, բավականին միլիմետր են արդեն որոնողական աշխատանքները իրականացնում, իսկ ափերում ոմայի անդամները, կամավորները իրենք էլ են ստուգում ոչ միայն նավակով, այլ նաև հենց ափերի երկանքով, գետի երկանքով։ Աշխատանքները տեղում ղեկավարում են
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանն ու Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրելյանը։ Այսօր գետը մի թեթև կարծես թե հանդարտված է, բայց էլի չեմ չափազանցնում, մարդիկ իրենց կյանքը վտանգելով որոնողական աշխատանքները շարունակում են։ Մոտիկից կտեսնեք մարդիկ տեսեք մանրակրկիտ նայում են ամեն մի միլիմետր ասեցին այդպես է ճիշտ է հիմա տեսնում եք Ճոպաններով տենում եք անվտանգությունը կապել են, նավակը երկու կողմից ճոպանով կապված է, որ ապահովության համար էլի։ Տարոնի բաժնի պետի պաշտոնակատարն է առաջին րոպեներից իր խմբի հետ, Տարոնի համայնքային ոստիկանների հետ միջև մութն ընկնելը մարդիկ մասնակցում են որոնողական աշխատանքների։
Սեղա կապուկ է։ Հա Այսի վտանգավոր տեղը, այս սաղը վտանգավոր, այսի վտանգավոր տեղն է, այս
Эти соворотмана. Ինչ անում է։ Հեսան ընկեր։ Հրասնեն դրեն միա։ Են կոմ ասնի։